Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նավի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախաբանում։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան չի մեկնել եւ չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ընթացող անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, չի մասնակցի նաեւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Պատճառը կորոնավիրուսով վարակվելն է։ Կործանվել է ադրբեջանական ավիաընկերության Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր, կան զոհեր ու վիրավորներ։ Տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը եւ կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը։ Թուրքիայի տրանսպորտի նախարարն է հայտարարել կրկին շեշտելով Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը։ Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը եւ Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ գործակցության ամրապնդմանը։ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Մազութով բեռնված նավերը խորտակվել են ծովում եւ առաջացրել էկոլոգիական մեծաղետ։ Տեղի ունեցածի վերաբերյալ փաստերը կհամադրի Այդա Կիրակոսյանը։ Կայացել է ֆինանսների նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ իր ղեկավարած գերատեսչության գլխավոր առաքելությունն է կառուցել պետության դիմակայուն ֆինանսական համակարգեր։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան չի մեկնել եւ չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-յան իր էջում, նշելով, որ պատճառը կորոնավիրուսով վարակվելն է։ Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ, վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ գրել է վարչապետը։ Իսկ քիչ առաջ նա հայտնել է, որ COVID տեստը կրկին դրական է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հույս է հայտնել, որ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման պատճառով։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 37 ադրբեջանցի, 6 Ղազախստանի, 3 Կырգызստանի եւ 16 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, այդ թվում 2 երեխա։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։ Հայտնի է, որ Ակտաուում կործանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, նրանցից 3 երեխաներ 9 ծանր վիճակում են։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 105 ուղևոր։ Օդանավը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան էր տվել եւ հրադադարի վայրեջքի համար ուղևորվել Ղազախստան։ Նման որոշում կայացնելու պատճառների մասին մի քանի վարկած է շրջանառվում։ Նախ հաղորդվեց, որ ինքնաթիռը վայրեջք չի կատարել մառախուղի պատճառով, հետո նշվեց, թե այն բախվել է թռչունների երամի, իսկ ավելի ուշ ավիավթարից ողջ մնացածները հայտնեցին, թե ինքնաթիռում պայթել է թթվասնի գլանոթը։ Իլհամ Ալիևի որոշմամբ տեղի ունեցածի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուկ կհայտարարվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել, գրել է նա X իր էջում։ Պուտինն էլ զոհվածների ընտանիքներին ցավակցել է ԱՊՀ գագաթնաժողովի մեկնարկին։ Նա նշել է, թե վիրավորներին օգնելու նպատակով Ռուսաստանից Ղազախստան են ուղևորվել բժիշկներ անհրաժեշտ դեղամիջոցներով։ Միջազգային այս եւ մյուս նորությունները դիտեք տեսաշարով։ Սիրիայում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում համախաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրում են Սուրբ Ծննդյան տոնածառը։ Ցուցարարներից մեկն ասել է, որ ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն, իսկ իրենց անունն ու ձայնը ներկայացված լինեն սահմանադրությունում։ Թուրքիայի աջակցությամբ Բաշար al-Ասադի վարչակազմը տապալելուց հետո իշխանության եկած իսլամիստ Հայաթ Թահրիր al-Շամ խմբավորումը հայտարարել է, որ միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները, որոնց խոստացել է պատասխանատվության ենթարկել։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջանների, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ BBC ռուսական ծառայությունը նշում է, որ Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել ռուսական Tu-95 մեծ ռմբակոծիչների թռիչքի պատճառով։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի երկրի տարբեր տարածաշրջաններ, մասնավորապես Խարկովի, Պոլտավայի եւ Դնեպրոպետրովսկի մարզերը ենթարկվել են թևավոր հրթիռների հարձակման։ Խարկովի
Քաղաքապետը հայտնել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել։ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի եւ Տամբովի մարզերում, նաեւ Ազովի ծովի երկնքում խոցվել է ուկրաինական 59 ԱԹՍ։ Ուկրաինան ստացել է ռուսական սառեցված ակտիվների առաջին տրանշը, այս մասին գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է $1 միլիարդ, որն ապահովված է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով, ասել է Շմիգալը։ Նրա խոսքով սա նախատեսված $20 միլիարդ առաջին տրանշն է, որ ԱՄՆ-ն մտադիր է փոխանցել մեծյոթնյակի նախաձեռնության շրջանակներում։ Մենք հուսով ենք, որ բոլոր ինքնիշխան ռուսական ակտիվները կբռնագրավեն եւ կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար, ասել է Շմիգալը։ Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Մոսկվայի մարզի ռազմակոնստրուկտորական բյուրոներից մեկի տնօրենի դեմ պատրաստվող ահաբեկչությունը, ձերբակալվել է 7 մարդ, քննիչների խոսքով դրանք պլանավորում էին պայթուցիկ սարք տեղադրել բյուրոյի պետի մեքենայի տակ։ Ահաբեկչության նախապատրաստումը համակարգել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Վլադիկավկազի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի կին է մահացել, եւս 1 մարդ տուժել է, հայտնել է Հյուսիսային Օթեսիայի ղեկավարը։ Հրդեհը գրանցվել է Ալանիա մոլ համալիրում, այն տարածվել է 800 քառակուսի մետր տարածքի վրա, ընդգրկելով շենքի տանիքը եւ երրորդ հարկը։ Նշվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Հրդեհը մարելուն ներգրավել է արտակարգ իրավիճակների ծառայության 45 աշխատակից եւ 8 միավոր հատուկ տեխնիկա։ Գրոզնիում առախուղի պատճառով ադրբեջանական Ազալավի ընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, վերուղորդվել է Մախաչկալա, ապա Ակտաու քաղաքի մոտակայքում, սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության 12 մարդ ողջ է մնացել, կործանված ինքնաթիռում եղել է 67 ուղևոր եւ անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների հետ բախումն է։ Սև ծովը սևացել է բառի ուղիղ իմաստով, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում մարտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանի որ մազութով բեռնված նավերը խորտակվել են ծովում եւ առաջացրել էկոլոգիական մեծաղետ։ Տեղի ունեցածի վերաբերյալ փաստերը կհամադրին գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, ինչ վնաս է պատճառվել Սև ծովին։ Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցածը աղետալի հետևանքներ է ունեցել ամբողջ Սև ծովի եւ շրջակա միջավայրի համար։ Կերչի նեղուցում խորտակվել են նավթով բեռնված եւ մազութով բեռնված 2 նավեր։ Դրանք տեղափոխում էին ավելի քան 9000 տոննա մազութ։ Նախնական տվյալներով 4000 տոննան արդեն արտահոսել է եւ լցվել Սև ծով, սակայն բոլոր փորձագետները եւ վերլուծաբանները նշում են, որ եթե առաջիկայում մնացած հատվածն էլ արտահոսի, ապա հետևանքներն էլ ավելի ծանր ու դաժան են լինելու բոլորիս համար, այո։ Անձնակազմից արդեն 1 մարդ է զոհվել, բայց էկոլոգիական վնասն էլ ավելի մեծ է, քան պատկերացնում ենք։ Ափամերձ հատվածներում ջրի վրա լողում է մազութի հաստ շերտ, այդ շերտը տարածվել է մոտ 60 կիլոմետր, այսինքն ավազի վրա թափված, այսպես փռված է մազութի այն հաստ շերտը, այո, որը մոտ 60 կիլոմետր տարածում է ունեցել եւ ամբողջ համացանցում են ողողված այդ կադրերը, որոնք մեր էկրաններին եւս ցուցադրվում են։ Ցույց են տալիս կադրեր, թե ինչպես բազմաթիվ կամավոր քաղաքացիներ ուղղակի բահերը վերցրած փորձում են փրկել ծովի ափերը, չգիտենք դեռ որքան պետք է աշխատեն, որ կարողանան ինչ-որ հատվածը վերականգնել։ Էլ ավելի վտանգավոր են այն հատվածները, որտեղ մազութը ծածկվել է արդեն ավազով, կադրեր կան, շուտով կցուցադրենք, որ մազութը մնացել է ավազի տակ, այսպիսով ավելի է դժվարանում այն հայտնաբերելը եւ մաքրելը, հետեւաբար դժվար թե գտնվեն այդ բոլոր տարածքները, ուստի ավազի տակ ծածկված այդ մազութը դեռ երկար տարիներ կմնա այդ հատվածներում։ Էլ ավելի սարսափելի են կադրերը, որոնցում երևում է մազութի պատճառած վնասը կենդանական աշխարհին։ Ցավով պիտի նշեմ, որ հեղուկանավերը խորտակվել են դելֆինների ապրելավայրին մոտ եւ որքան էլ դելֆինները արագ կողմնորոշվեն ու փորձեն փախուստի դիմել, այնուամենայնիվ փորձագետները, կենդանաբանները նշում են, որ այդ թունավոր տոքսիկ նյութերը կարող են կերակրման շղթայի միջոցով այնուամենայնիվ փոխանցվել կենդանիներին եւ թունավորումը բնականաբար անխուսափելի է լինելու։ Արդեն եղել է դելֆինների զանգվածային անկում, կենդանաբանները հավաքում են նրանց մարմինները, տանում փորձաքննության
Բացի այն, որ նրանք արտաքին շերտով, այսպես ասած, պատված են ամբողջությամբ մազութով ու սևացած են, նաև նրանց կոկորդում, շնչափողերում հայտնաբերվում են մազութի կտորներ եւ նրանց սատկելու պատճառը մազութային թունավորումն է, ինչը եւս անխուսափելի է այս դեպքում։ Աղետից տուժել են նաև մեծ թվով թռչուններ, նրանց փորձում են հավաքել ափամերձ հատվածներից, նրանք ամբողջ այդ փետուրային հատվածներով մազութով պատվում են եւ այլևս չեն կարողանում շարժվել, թռչել, չեն կարողանում նույնիսկ կտուցները շարժել, կենդանաբանները, կամավորները, ուղղակի կենդանասեր քաղաքացիները նրանց տանում են հատուկ լաբորատորիաներ, մաքրում թռչունների փետուրները, հատուկ հեղուկներ խմացնում, որպեսզի թունավորումից զերծ պահեն, առաջարկում եմ այդ տխուր կադրերը նայել, քանի որ ինչքան էլ պատմում եմ, իրական պատկերը չեմ կարողանալու ցուցադրել, դիտենք ու վերադառնանք տաղավար։ Այդա իսկապես դաժան կադրեր էին այն, ինչ որ մենք դիտեցինք, այնուամենայնիվ դժբախտ պատահար է սա, թե այլ վարկած կա, ինչ է խոսում այս մասին։ Պատասխանատվությունը բնականաբար կրում է այն կողմը, որին պատկանում են նավատորմը եւ փոթորկոտ ծով դուրս եկած նավերը Ռուսաստանի Դաշնության կողմից են բնականաբար դրանք շահագործվում, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահը պնդում է, որ այո, սա պարզապես աղետ է, այնուամենայնիվ նաեւ նշում, որ քննչական կոմիտեն, որը քրեական գործ է հարուցել, շուտով մանրամասներ կբացահայտի, այդպիսով նաեւ կբացահայտվեն, թե ովքեր են մեղավորները եւ ինչն է տեղի ունեցածի պատճառը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պնդում է, որ նավերի կործանման պատճառը եղանակային բարդ պայմաններն են, սաստիկ քամին եւ մինչեւ 7 բալ ծովի ալիքները։ Իսկ փորձագետներն ու վերլուծաբանները հակառակի մասին են խոսում, նրանք բոլորը պնդում են համատարած, որ այդ նավերը նավարկելու ենթակա չէին, դրանցից մեկն անգամ չի ունեցել թույլտվություն։ Փորձագետները նշում են, որ այս նավերը պետք է շահագործումից դուրս գային դեռ 10-15 տարի առաջ, դրանք դեռևս խորհրդային միության տարիներին շահագործված նավեր են եւ փաստորեն նաեւ վնասված են եղել։ Այո, տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ Զելենսկին, Ուկրաինայի նախագահը, նա Մոսկվային մեղադրել է այդ հին նավերը փոթորկոտ ծով դուրս բերելու համար, մեջբերեմ նրա ելույթից մի հատված։ Այս նավերը մոտ 50 տարեկան էին, դրանք ընդհանրապես չպետք է ծով դուրս գային, հատկապես ջրերի այս հատվածում եւ այս սեզոնին։ Հենց հիմա մեր ծովը կանգնած է եւս մեկ բնապահպանական աղետի առաջ, որը պատճառվել է Ռուսաստանի կողմից։ Զելենսկին ի դեպ նշել է, որ Ռուսաստանը այս նավերը եւ ընդհանրապես նավատորմերը, որոնք ստվերում են գործում, օգտագործում է իր պատերազմը ֆինանսավորելու եւ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար եւ միջազգային հանրությանը կոչ է արել ընդհանրապես պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ստվերային նավատորմի նկատմամբ, այսպիսով եւ օգնել պատերազմի ավարտին հասնելուն եւ փրկել բնությունը Պուտինից։ Այնուամենայնիվ բնապահպաններն էլ պնդում են, որ Սև ծովում տեղի ունեցածը իսկապես աղետ է, որից փրկվել այլևս հնարավոր չէ, քանի որ մազութը չի վերանում, այն պարզապես նստում է ծովի հատակին, իսկ մինչև այդ պարզապես խոչընդոտում է արևի ճառագայթների անցումը ջրի մեջ, ինչը նշանակում է, որ ամբողջ կենսաբազմազանությունն է վտանգված, իսկ հետո երբ արդեն այդ մազութը նստում է ծովի հատակին, տոքսիկ նյութերը բնականաբար արտադրում, որոնք էլ կենդանիներին այո հասցնում են շատ մեծ վտանգներ, բացի այդ ծովափնյա այդ հատվածներում 60 կիլոմետր եւ ավելի այդ հատվածներում առաջիկա տարիներին այլևս հնարավոր չի լինի նույնիսկ հանգիստ կազմակերպել, այնպես որ մարդիկ այդ հատվածների զրկված են ծովային հանգստից եւ որքան էլ մաքրեն մազութը, որքան էլ փորձեն այդ ծավալի տակից դուրս գալ, ամբողջ ծավալի ընդամենը 10%-ն է հնարավոր լինելու մաքրել, այնպես որ այս աղետը դեռ մեզ ուղեկցելու է երկար տարիներ։ Ցավոք սրտի աշխարհում դեռ չեն խոսում այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել նմանատիպ աղետներից։ Իսկ մարդը շարունակում է վնաս տալ այն աշխարհին, որտեղ պիտի ապրի եւ սերունդներ տա։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։
Շարունակում ենք թողարկումը, տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը և կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը։ Նախորդային լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, կրկին շեշտելով Զանգեզուրի միջանցքի կարևորությունը։ Անկարան ցանկանում է տարածաշրջանում հզոր դերակատար լինել, ասել է թուրք նախարարն, ընդգծելով Թուրքիայի դերի իրենց տեսլականը։ Թուրքիան աշխատում է միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային գծից մինչև Զանգեզուրի միջանցք, ասել է թուրք նախարարը, նշելով, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Պաշտոնական Վաշինգտոնը արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին, Ազատությանը հայտնելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և Հայաստանին և Ադրբեջանին ուղղված է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ուժերի հետ գործակցության ամրապնդմանը բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդումը։ Ռուսական պետական հեռուստաալիքին տված իր վերջին հարցազրույցում Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում Միացյալ Նահանգները։ Անդրադառնանք այլ թեմաների, կայացել է ֆինանսների նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ իր ղեկավարած գերատեսչության գլխավոր առաքելությունն է կառուցել պետության դիմակայուն ֆինանսական համակարգեր։ Նախարարը խոսելով 2025 թվականի ծրագրերի մասին տեղեկացրել է, որ նախատեսվում է եվրոբոնդ թողարկել։ Հովհաննիսյանն անդրադարձել է 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանն ուղղված եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմանը, նշել, թե փոփոխությունը պետական բյուջե հավաքագրվող եկամուտների մեծ հոսք չի ապահովի։ Կառուցել պետության դիմակայուն ֆինանսական համակարգեր Հայաստանի բեկումնային զարգացումը ապահովելու համար։ Սա է ֆինանսների նախարարության առաքելությունը։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին վստահեցնում է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը։ Մենք նպատակ ունենք առաջիկայում ստեղծել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգեր, որոնք հայտնի կլինեն աշխարհում, սրանով ուզում ենք հայտնի լինենք և դա կլինի են ցուցիչը, որով մենք կարողանանք համոզված լինել, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Հայաստանի պետական պարտքը 5,47 տրիլիոն դրամից 2025 թվականի ավարտին կհասնի 5,914 տրիլիոն դրամի, ընդգծում է նախարարը։ Հովհաննիսյանի խոսքով նախարարությունը մի քանի գործիք է ներդրել պարտքի կառավարման համար, ինչպես օրինակ արժեթղթերի նոր կայքը, որին հասանելիություն կունենան քաղաքացիները և կկարողանան ներդրումներ կատարել։ Պարտքի կառավարման ժամանակացույցով 2025 թվականին մենք մոտավորապես 1.6 միլիարդ դոլարի մայրգումարի մարում ունենք։ Նախարարը հավելում է, Հայաստանի պետական պարտքի մասին օրենքի քննարկումներ են այս պահին ընթանում ու արդեն վերջնական փուլում են։ Հովհաննիսյանը հույս է հայտնում, որ նոր օրենքը 2025 թվականի առաջին կիսամյակում կընդունվի։ Հաջորդ թիվ նախարարը անդրադառնում է միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցությանը։ Բացի միջազգային գործընկերների հետ համագործակցությունից նաև մի ուղղություն ենք վերցրել, որը երկկողմ ձևաչափի զարգացումն է, այսինքն երկկողմ ձևաչափով տարբեր պետությունների ֆինանսների նախարարությունների հետ ակտիվ աշխատում ենք փորձի փոխանակման ուղղությամբ եւ ուրախ եմ արձանագրել, որ այս ուղղությամբ էլ ունենք հաջողություններ, լավ կապեր ենք հաստատում եւ այս կապերը բնականաբար օգնում են տարբեր հարցերում արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Հովհաննիսյանը խոսում է նաև Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին։ Ֆինանսների նախարարը շեշտում է, 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանը ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո պետական բյուջե հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում։ Գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացնում է, որ 2025 թվականին Հայաստանում հիփոթեկային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկի հարկելու ուղղությամբ ֆինանսների նախարարությունը քայլեր չի ձեռնարկի։ Նախարարը խոսելով 2025 թվականի ծրագրերի մասին տեղեկացնում է, որ նախատեսվում է եվրոբոնդ թողարկել։
Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք Եվրոբոնդ։ Ես ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև անցյալ տարի մենք այդ մարվող Եվրոբոնդը, որը մենք ունենք 2025 թվականին, իր մի մասը ետ են գնել։ Այսինքն այն բեռը, որը մենք ունենք մյուս տարի վճարելու, էականորեն թեթևացրել ենք։ Բայց այո, պլանավորում ենք գնալ այս ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում եւ հավելյալ ժամկետների մասին կտեղեկացնենք։ Անդրադառնալով այն թեմային, որ Հայաստանը Ռուսաստանին գումար է փոխանցել, բայց զենք չի ստացել, Հովհաննիսյանը նշում է. «Ունենք երկխոսություն առկա պարտքը հաշվացնելու, սակայն դրանք գաղտնի գործընթացներ են»։ Նարեկ Արոշանյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։